Փոքրիկ գլխիկը դնում է Կադաֆիի հետ է համեմատում, ասում է Կադաֆիին սպանեցին, իսկ դու ողջ ես։ Արա մի հատ էս աննասուն տեսակին բան եմ ուզում հարցնեմ, հա։ Ասենք քո հերը, քո օլուխ հերը, ինչ ա արել, որ այդտեղ զինվոր չզոհվի։ Քո հերը այդքան ժամանակ որ եղել է պրեզիկ, ինչ ա արել, որ պատերազմին չպարտվենք։ Հույսը դրել էր ռուսի վրա, որ ռուսի իրազանավեսկեն փագա պահելու, լուրջ, այդքան օլուխ ա եղել, հա, այդքան տախմար ա եղել, քաղաքական գործիչ ա եղել, видите ли, հոյակապ, sense գենի ա եղել, այնքան գենի ա եղել տախմարը, որ դրե վստահել ա, որ ինչ որ մի պետություն իր շահերը դնելու ա մի կողմ, քոնը առաջ տանի, այդքան անասուն ա եղել։ Ու դու հիմա եկել ես Կադաֆիից, ես խոսում, արա։ Նույնց էլ մի անմեղ դեմքով հորս արև, լուրջ եմ ասում, այսքան ժամանակ հարց են տվել, ոնց ա ստացվել, որ դու տենց օլուխ հալովըտ, տենց մանկամիտ հալովըտ, խլինքոտ հալովըտ միլիոնատեր ես եղել, դու այդ հարցին պատասխանի ժողովրդին, ժողովուրդը շատ լավ գիտի, խենք պարտվել, քո նմանների, քո նման պապաների, քո նմանի պապաների, հոպարների պատճառով ենք պարտվել։ Երկու հարցից պատասխանի, ինչ արե հերդ, որ զինվոր չկոտորվի, Արցախ չկորցնեն։ Ինչ արե։ Մեկ էլ դու որտեղից ես այդքան փող ունեցել այդ տարիքում, այդ օլուխ հալովդ։ Հա։ Այսքանը